Երեք նախագիծ, 3 տարբեր տեղանք եւ 1 ընդհանուր նպատակ՝ փոխել Հայաստանի կառուցապատման մշակույթը գնորդներին առաջարկելով բարձրորակ ու անվտանգ շենքեր մատչելի պայմաններով։ 2020 թվականին հիմնադրված Zover Estates ընկերությունը կարճ ժամանակում հասցրել է դառնալ մեր երկրի խոշորագույն կառուցապատողներից մեկը։ Ընկերությունը իր մեջ ներառում է մի շարք ընկերությունների խումբ, իրականացնելով շինարարական աշխատանքներ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Իրականացնում է նաև ենթակառուցվածքների ստեղծում, ունի նաև անշարժ գույքի գործակալության գործառույթներ։ Ընկերությունը այս կարճ ժամանակահատվածում անցել է վերակազմավորման, ընդլայնման, վերտեխնիկական հագեցվածության վերազինման փուլեր։ Կարճ ժամանակում նաև ունեցանք սեփական արտադրություններ բետոնի, քարե բլոկների եւ մետաղական կոնստրուկցիաներ, ինչը մեզ տալիս է ավտոնոմ աշխատելու հնարավորություն, իսկ մեր ապագա գնորդներին տալիս է պոտենցիալ գնային մատչելիություն։ Zover Estates-ի առաջին նախագիծը, որի շինարարության մեծ մասն արդեն իրականացվել է, Զովունի Դավթաշեն սահմանագծին է։ Այն կոչվում է Zover Էկո բնակելի թաղամաս։ Մայրաքաղաքի աղմուկից հեռու միաժամանակ շատ արագ, կարճ ժամանակում Երևանի ցանկացած վայր հասնելու հնարավորությամբ։ Երևանամերձ այս բնակավայրում բնակարան գնողները կապրեն բնությանն ավելի մոտ, հանգիստ միջավայրում։ Թաղամասը բաղկացած է լինելու 13 բազմաբնակարան բազմահարկ շենքերից, դա տանում լինելու է 10-ից 15 հարկի մեջ։ Տվյալ պահին 2-րդ, 3-րդ եւ 4-րդ շենքերը արդեն հասնում են բնակիչներին շահագործման, 5-րդ, 6-րդ, 7-րդ մասնաշենքերը արդեն տարել ենք ավարտական ակտերի, շուտով կշարունակենք այդ աշխատանքները բնակչությանը հանձնելու։ Մնացած մասնաշենքերում շարունակվում են աշխատանքները տարբեր մակարդակների պատրաստվածությամբ։ Շենքերը կառուցված են մոնոլիթ միջև 9.5 բալ սեյսմակայունությամբ։ Անցած են բոլոր փորձաքննությունները, ինչպես պետական համալիր, այնպես էլ ներքին հանձնաժողովով պարզ փորձաքննությունների։ Ունենք նաև փաստաթղթերի դրական եզրակացությունը կառուցվող շենքերի վերաբերյալ։ Այստեղ տրված են կոնստրուկտորական առանձնակի լուծումներ, հաշվի առված ամեն մի մանրուք, մուտքերը կահավորված են հենաշարժողական խնդիր ունեցող մարդկանց եւ մանկասալյակների մուտքերի համար առանձնակի մոտեցումով։ Թաղամասի ամբողջության շինավարտը նախատեսված է 2025 թվականի նոյեմբերին։ Թաղամասը նախագծված է նորագույն չափանիշներով, հաշվի առնելով բնակիչների հարմարավետությունն ու անվտանգությունը։ Խոսելով հարմարավետության մասին, մենք չենք մոռանում նաև անվտանգային հարցերը։ Ինչպես տեսնում եք, շենքում տեղադրված են հատուկ ծխի դատչիկներ, ելքի ցուցանակներ։ Շենք ամեն մի հարկով կահավորված է հակահարդային պաշտպանիչ վահանակով, որ տեղադրված են կրակմանիչներ, նաև ազդանշանային համակարգով, որը միացված է անմիջապես արտաքին իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ։ Բոլոր շենքերում կահավորված, տեղադրված եւ փորձարկված են օդափոխության, ծխահեռացման եւ հակահարդային մեջածները։ Շինարարությունը իրականացնում է կապալարու ընկերության կողմից, որի տեխնիկական հսկողության համար նշանակված է համապատասխան լիցենզավորված կազմակերպություն։ Բացի այդ կազմակերպությունից հսկողությունը իրականացվում է հեղինակային հսկողությունը ճարտարապետի կողմից, նաև պետական հսկողությունը համապատասխան տեսչական մարմնի, ինչպես նաև մարզային մարմինների կողմից։ Շատ գործոններ են Zover թաղամասը դարձնում գրավիչ շահառուների ամենատարբեր խմբերի համար՝ երիտասարդներ, արդեն ընտանիք կազմած զույգեր, նաև ներդրողներ։ Բնակարանների ու խորհրդանոցների 99%-ն արդեն վաճառված է, ավտոկայանատեղիների ու հասարակական տարածքների համար հայտերը ընդունվում են։ Հասարակական տարածքների համար նախատեսված են առաջին հարկերը, այստեղ կլինեն որոշակի հասարակական օբյեկտներ, բանկի մասնաճյուղ, փոստի մասնաճյուղ, ռեստորաններ, սրճարաններ, դեղատներ, սուպերմարկետ, խանութներ։ Բացի դրա 34000 քառակուսի մետր շինարարական աշխատանքների տարածքում նախատեսված է մինչև 14000 քառակուսի կանաչապատ գոտիներ, այստեղ ծառատնկման եւ թփատփան աշխատանքները կիրականացվեն եւ կունենանք բավականին լավ էկո թաղամաս։ Այստեղ նախատեսում ենք նաեւ ունենալ հեծանիվուղի, խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտ։ Zover Estates-ի երկրորդ նախագիծը Ավանում կառուցվող Level-of թաղամասն է, 4 շենքերում որակի եւ գնի համադրությունը շատ գրավիչ է եղել։ Բոլոր բնակարանները արդեն վաճառված են։ Այժմ մենք գտնվում ենք Ավան վարչական շրջանում, Աճարյան 2/1 հասցեում կառուցվող Level-of թաղամասում։
Թաղամասը բաղկացած է 4-ը 9-ից 11 հարկային շենքերից, որը ունի 9.5 բալ սեյսմակայունություն։ Թաղամասում նախատեսված է խաղահրապարակ, բաց ավտոկայանատեղիներ, ընդհանուր կառուցապատման տարածքը կազմում 10,000 քառակուսի մետր, կանաչապատ գոտիների եւ հասարակական տարածքների համար կառանձնացվի 5,000 քառակուսի մետր։ Շինարարաշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականի առաջին կիսամյակում։ Level-of-ում ճարտարապետական ինքնատիպ լուծում է տրված 4 մասնաշենքերը արտաքնապես 2 շենքի տպավորություն են թողնում, սակայն ներսից տարանջատված են։ Ավան վարչական շրջանը բավականին դինամիկ զարգացող վարչական շրջան է, գտնվելով միաժամանակ Երևանի սահմանագծին եւ Երևանի մեջ, այն բավականին հարմարավետ դիրքում է մոտիկ ենթակառուցվածքներին, դպրոցների մանկապարտեզներին, այստեղ նաեւ գործում է հատուկ ծրագիր ՊՆ եւ աշխատակիցների եւ տարբեր սոցիալական խմբերի համար։ Մեր թաղամասերի մասնաշենքերը բոլորը կառավարված են գերմանական թիզենկրաֆ բարձր մակարդակի վերելակներով, մեկը մարդատար, մեկը բեռնատար նշանակություն ունեն, 900 կիլովանոց եւ 500 կիլովանոց բեռնատարողությամբ։ Շենքերի առաջին 2 հարկերում ավտոկայանատեղիներ են, բացի դրանից մեքենաները կարելի է կայանել բակում։ Աշխատանքներն ակտիվ ընթանում են։ Առաջին եւ երկրորդ մասնաշենքերում արդեն ճակատային մասի ջերմամեկուսացման ու երեսպատման աշխատանքներն են կատարվում, տեղադրվում են վերելակները, պատուհաններն ու մուտքի դռները։ Երրորդ եւ չորրորդ մասնաշենքերում ավարտվում է վերջին հարկերի հիմնական պատերի ու միջնապատերի շարվածքը։ Հաշվի առնելով, որ Ավան վարչական շրջանը հանդիսանում է Երևանի ամենամաքուր օդային աղտոտվածության իմաստով վարչական շրջանը, թաղամասի ամբողջ շինարարության ընթացքում տեղադրված հատուկ դատչիկների միջոցով իրականացվում է էկոհամակարգի չափումներ, չափումները ինքնաշխատ կերպով փոխանցվում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանում։ Ծովերի ստեյցի երրորդ նախագիծը քանաքեռում է Զաքարիա քանաքեռցի 141 կոտորակ 3 հասցեում կառուցվող 9 հարկանի շենքը ունենալու է 59 բնակարան։ Պատուհաններից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Երևան ու Արարատ լեռը։ Շինարարությունի մա գտնվում է ավարտական փուլում, իրականացվում են բետոնացման աշխատանքներ 7-րդ հարկի մակարդակում։ Առաջին հարկերը նախատեսված են հասարակական տարածքների, իսկ մյուսները բնակելի տների համար։ Շենքը կունենա բաց ավտոկայանատեղիներ, մոտ է սուպերմարկետին, դպրոցին եւ մանկապարտեզին։ Շինարարության ավարտը 2025 թվականին։ Երկու հարկ նախատեսված է ավտոկայանատեղի եւս մեկ հարկ հասարակական տարածքների համար։ Մյուս տարածքներում իրականացվել է բնակարանների կառուցում։ Մենք հիմա գտնվում ենք բնակելի առաջին հարկում եւ ահա այստեղից տեսնում ենք մուտքը դեպի վերևի հարկում գտնվող ավտոկայանատեղի։ Այժմ գտնվում ենք Ստոր գետնի ավտոկայանատեղիում, որի վերևում էլ արդեն գտնվում է հասարակական հարկը։ Ծովերի ստեյցի բոլոր նախագծերը սկսվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացությունից հետո։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դրանց սեյսմակայունությանն ու անվտանգությանը, անկախ գնային սեգմենտից ու վայրից։ Բոլոր նախագծերը կառուցվում են որակյալ նյութերով, ժամանակակից կոնստրուկտորական եւ դիզայներական լուծումներով, հաշվի առնելով ապագա բնակիչների հարմարավետությունը։ Հաշվի առնելով Երևանի դինամիկ զարգացումը դեպի հյուսիս, հիմնական ուղղվածությունը եւ շեշտը դրվում են էկոլոգիապես մաքուր տարածքներին, որոնք ազատ են ծանր արդյունաբերական գործարաններից, որոնք մոտ են ենթակառուցվածքներին, որտեղ շինարարությունը իրականացվելու է անխոչնդոտ եւ հետագայում ենթակառուցվածքների իմաստով հասանելի մեր բնակիչների շարժը ապահովելու համար։ Նորարարական մոտեցումներով ու անվտանգության ամենաբարձր չափանիշներով կառուցվող ֆունկցիոնալ նախագծերը ապահովված են լինելու անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, թաղամասերը լինելու են գազաֆիկացված։ Հաշվի առնելով, որ ընկերությունը իրականացնում է նաև ենթակառուցվածքների ստեղծում, այդ թաղամասերը ընտրվում են այն սկզբունքով, որ մոտ լինի ենթակառուցվածքներին, գազամատակարարման, ջրամատակարարման եւ էլեկտրաֆիկացման համար, քանի որ այդ խնդիրները Երևանում եւ Երևանի շուրջ բավականին բարդ են լուծում դրվերչի ժամանակներից։ Զովեր ընկերությունների խումբը աշխատանքով է ապահովել մոտ 2500 մարդու։ Ընկերությունը ունի 60 միավորից ավելի շինարարական, ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա։ Բոլոր աշխատանքները սկսած համարձակ մտահղացումներից եւ գաղափարներից անցնում են թիմային քննարկման փուլեր եւ համապատասխան համաձայնություններ անցնելուց հետո նոր նախագծվում են եւ ներկայացվում հաստատման։ Շինարարության ընթացքում կիրառում են գերժամանակակից տեխնոլոգիաներ եւ շինարարական նյութեր եւ վերջնական տեսքով ստանում ենք այն ապրանքը, որը բավարարում է մեր խստապահանջ հաճախորդներին։ Զովերի ստեյցի նախագծերը միաձուլում են ժամանակակից ճարտարապետությունը, տեխնոլոգիաներն ու բնությունը, հարմարավետությունն ու որակը։ Ընկերությունը բնակիչներին առաջարկում է ոչ միայն նոր բնակարան, այլև կյանքի նոր որակ։ Խոստանում է 2025-ին հանդես գալ նոր նախագծերով։
Ապագայում նախատեսված է բավականին լուրջ մեծ պրոյեկտ, այստեղ գործի սոցիալական տարբեր խմբերի համար առանձնահատուկ մոտեցում, նախագծի մասին շուտով կհրապարակի։ Զովեր Իսթեցից բնակարան գնողները կարող են վստահ լինել, սահմանված ժամկետում կունենան իրենց երազանքի բնակարանը։